Բարև ձեզ, այսօր անդրադառնում են գնաճի ցուցանիշին և դրա վրա ազդող գործոններին։ Գնաճը գների մակարդակի ընդհանուր բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ։ Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է, այսինքն ընդհանուր գների ինդեքսի տարեկան տոկոսային փոփոխությունը։ Մինչև 1990-ական թվականների կեսերը համաշխարհային գնաճի տեմպը ունեցել է երկնիշ արտահայտություն, նույնիսկ հասնելով մինչև 40%-ի։ Այնուհետև 90-ականների վերջերին գնաճի մակարդակը հասավ 5-ից 6%-ի, իսկ արդեն 2000-ականների սկզբից համաշխարհային գնաճի տեմպը կազմել է 3-ից 4%։ 2016 թվականին համաշխարհային տնտեսության համար գնաճի կանխատեսված ցուցանիշը նույնպես տատանվում է 3-ից 4%-ի միջակայքում։ Ինչպես նախկինում, զարգացող երկրներում գնաճի մակարդակը միշտ ավելի բարձր է, քան զարգացած երկրներում։ Բարձր գնաճային ճնշումները հիմնականում տեսանելի են հետխորհրդային պետություններում։ 2015 թվականին աշխարհում գնաճի բարձր տեմպի ռեկորդային ցուցանիշ է սահմանվել Ուկրաինայում։ Տարվա ընթացքում գնաճի տեմպը կազմել է մոտ 49%։ Գնաճի բարձր ցուցանիշի վարկանիշով Ուկրաինայի կողքին է Սուդանը 41%, այնուհետև Սիրիան 33.6%, որից հետո Եմենը տարեկան մոտ 30% գնաճով եւ այլն։ Գնաճի ցածր տեմպի ցուցանիշով հայտնի երկրների շարքում են Լիբիան, Շվեյցարիան, Լիտվան եւ այլն։ Նշված երկրներում գնաճի փոխարեն ի հայտ են եկել գնանկումային երևույթներ։ Գնաճի ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունն հարևան պետությունների համեմատ գտնվում է ավելի բարենպաստ հարթակում։ Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականին գրանցվել է 3.7% գնաճ, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կազմել է 12.9%, Բելարուսում 12%, Ադրբեջանում 4%, Վրաստանում 4.9%, իսկ Իրանի Հանրապետությունում 15.3%։ Գնաճի տեմպերի կանխատեսումների համատեքստում Հայաստանի Հանրապետության ցուցանիշները նույնպես ցածր են հետխորհրդային պետությունների համեմատ։ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար 2016 թվականին կանխատեսում է 2.6%-անոց գնաճ։ Այդ մասին նշվում է համաշխարհային տնտեսության զարգացման միտումները զեկույցում։ Պետք է նշել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախորդ կանխատեսման ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կանխատեսել էր 3.4%, իսկ 2017 թվականի համար կանխատեսում է 4% գնաճի տեմպ։ Ռուսաստանի Դաշնության համար 2016 թվականին կանխատեսվում է 8.4% գնաճի տեմպ, իսկ 2017 թվականին 6.5%։ Ադրբեջանի համար նշված ցուցանիշները համապատասխանաբար կկազմեն 12.8 եւ 9.5%, իսկ Բելարուսում առաջիկա 2 տարիներին գնաճի ցուցանիշը կկազմի 14.5 եւ 11.3%։ Վրաստանում 2016 թվականին գնաճը կանխատեսվում է 4.3%, իսկ 2017 թվականին 5%։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տեղեկատվության համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տնտեսությունում արձանագրվել է գնանկում 1.4%-ի չափով, ընդ որում սպառողական գների ինդեքսը այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2%-ով, իսկ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 ± 1.5% գնաճ, իսկ համախառն ներքին արդյունքի աճը 2.2%։ Համաշխարհային գնաճի տեմպերի վրա իր ազդեցությունն ունեն հանքահունքային ապրանքների գների փոփոխությունները։ Վերջին ժամանակներում նավթ արդյունահանող երկրների միջև նավթի գնային պատերազմները հանգեցրել են համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ վայրիվերումների։ Այս ամսվա սկզբից առ այսօր նավթի Brent տեսակի գինն ընկել էր մոտ 3%-ով և մայիսի 6-ի դրությամբ արժեր 45.66 ԱՄՆ դոլար։ Գազի արդյունահանման երկրներից Նորվեգիան և Ռուսաստանի Դաշնությունը չեն ցանկանում մրցակիցների հետ կիսել եվրոպական շուկան։ Նշված երկրները ընդօրինակել են նավթի գների իջեցման Սաուդյան Արաբիայի օրինակը և փորձում են Եվրոպայից դուրս մղել Ամերիկայի և Քաթարի իրենց գործընկերներին։ Եվրոպայում բնական գազի գները իջել են, եվրոպացիները այժմ մի քանի այլընտրանքային տարբերակների ընտրության հնարավորություն ունեն։ Կես միլիարդանոց եվրոպական շուկայի համար պայքարում են Ռուսաստանի Դաշնությունը, Նորվեգիան,
Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Քաթարը։ Ռուսաստանը եւ Նորվեգիան, որոնք համարվում են գազի խոշոր մատակարարները, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Եվրոպային են մատակարարել ռեկորդային ծավալով բնական գազ։ Ընդ որում, ռուսական եւ նորվեգական գազը մատակարարվում է բավականին գրավիչ գնով, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին եւ Քաթարին։ Գազի գները մեծամասամբ կապված են նավթի գների հետ, եւ զարմանալի չէ, որ Եվրոպայում գազի գների ուսումնասիրության ընթացքում զուգահեռներ են անցկացվում նաեւ նավթի գների հետ։ Անցած տարի Սաուդյան Արաբիան նավթի գների նվազման պատճառով ծավալների կրճատման փոխարեն ավելացրեց նավթի արդյունահանման ծավալները, նպատակ ունենալով այս ճանապարհով հարված հասցնել Ամերիկային։ Այժմ նման մարտավարություն է սկսել կիրառել նաև Ռուսաստանի Դաշնությունը եւ Նորվեգիան։ 2008 թվականի ճգնաժամից հետո Եվրոպայում բնական գազի նկատմամբ պահանջարկը աճում է բավականին դանդաղ։ Բացի դրանից, անցած ձմեռը Եվրոպայում առանձնացավ ջերմաստիճանի համեմատաբար բարձր լինելով, արդյունքում հիմա Եվրոպայում բնական գազի պաշարները միջին մակարդակից բարձր են, եւ Fitch գործակալության կողմից իրականացված կանխատեսման համաձայն, ամռանը Եվրոպայում գազի գինը կիջնի մոտ 28%-ով։ Ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության եւ Նորվեգիայի կողմից Եվրոպային մատակարարված գազի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 18%-ով։ Գազի մատակարարման համաշխարհային լիդերի Գազպրոմի համար ռուսական ռուբլու արժեզրկման պարագայում մեծ խթան է դարձել եվրոպական շուկայում պահպանել իր մասնաբաժինը եւ մաքսիմալացնել իր շահույթը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա կտրվածքով եվրոպական շուկային Գազպրոմի կողմից մատակարարվել է շուրջ 39 միլիարդ ԱՄՆ դոլարի բնական գազ։ Անցած ամսվա ընթացքում Եվրոպայում գազի գինը ընկել է մոտ 2%-ով եւ կազմել էր 0.53 եվրո։ Արցախի հանրապետությունում ընդհանուր առմամբ գնաճը համահունչ է Հայաստանի հանրապետության նույն ցուցանիշի հետ։ 2015 թվականին ԼՂՀ-ում գնաճի տեմպը կազմել է 3.5%։ Լինելով ներմուծող երկրներ, Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գնաճի վրա իր ուրույն ազդեցությունն են ունենում փոխարժեքի կուրսի տատանումները։ Այս կամ այն այժմի կուրսի տատանումները իրենց ազդեցությունն են թողնում ներմուծվող ապրանքի ինքնարժեքի վրա, արդյունքում նաև վաճառքի գնի վրա։ Գնաճը պայմանավորող կարևոր գործոններից է նաև համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնաճային դրսևորումները։ Այստեղ իհարկե կարևոր է, որպեսզի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գների մակարդակի տատանումները նույն համամասնությամբ իրենց դրսևորումները ունենան ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։